Մենք շարունակում ենք սիրելիներ տոնական տրամադրությամբ ու մեզ է միացել մի արտիստ, ով վստահաբար տարվա մեջ 365 օր հեռուստադիտողին եւ հանդիսատեսին կարող է պարգևել մշակութային տոն իր բոլոր դերակատարումներով։ Այսօրվա մեր հյուրն է սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ շոյված դեմքով շնորհակալություն, բարի լույս։ Բարի լույս, բան չմնաց։ Այո, ջան, ինչպես ասում են։ Մենք կարող ենք ասել, որ ամանորը Մկրտիչ Արզումանյանի սիրելի տոնն է։ Եթե այո, ինչու, եթե ոչ, նաև հետաքրքիր է լսել այդ բարձաբանումը, ինչու ոչի դեպքում։ Կար ժամանակ, երբ որ երևի մանուկ հասակում։ Հետո որոշ ժամանակ կար, որ այդ ինչ որ այդ օրը ինչ որ յուրահատուկ աուրա ուներ, այդպես իմ մեջ այդպես ինչ որ տակ տպավորություն էր թողնում, բայց երբ որ ծանրաբեռնված ես լինում, մտածում ես թե լավ դե արդեն ինչ եղավ այդ բանը, էլի շուտ վերջանա, անցնեմ գործերիս։ Երեխաների համար կարծում եմ շատ հետաքրքիր ու կարևոր տոն է ու շատ լավ է որ կա այդ տոնը։ Այդ հեքիաթը կա, գոնե տարին մեկ անգամ այդպես սպասում են այդ օրվանի երեխաները։ Շատ լավ, հիմա հնչելու է հարց, որը վերաբերում է երկու ուղղություններին, հա, եւ աշխատանքային եւ ընտանեկան կարգավիճակում, ինչպես է պատրաստվում նախապատրաստական աշխատանքներին ամանորի, առհասարակ դա քեզ հաճելի է թե ոչ, իսկ եթե ոչ, ապա ինչ, մտածում ես երբ անցնելու ես քաոսային վիճակը, որ վերջապես կարողանաս կարգին հանգստանալ։ Հանգստանալը այդ իմ մասով չէ, ուրիշներին երևի թե այդ հարցը կարելի է ուղղել։ Ես հաստատ չեմ ուզում հանգստանալ, հանգիստը հակացուցված է ինձ, այսպես ասեմ։ Իսկ նախապատրաստականը ես առհասարակ կարծում եմ, որ մենք բոլորս հայ ազգը շատ լուրջ է վերաբերում այս տոնին, շատ այդպես ինչպես ասեմ, ինչպես ծանրաձողին են վերաբերում սպորտսմենները, օրինակ, չէ, ինչ տիպի պետք է բարձրացնենք այդ ծանրությունը։ Այդ ամեն ինչ է, այդ նախապատրաստականը կատաստրոֆա, ես չգիտեմ, շատ լուրջ ինչ որ ֆիլմի պրոդյուսերական աշխատանք կարծես լինի։ Ես առաջարկում մի քիչ թեթև նայել, որովհետև աշխարհի վերջը չէ, որովհետև ինչի համար եմ ասում, այդ պատճառով որ այդպես են վերաբերում այդ ամենին, հունվար-փետրվարը, այսպես Այո։ Ամեն ինչ ծախսած, ամեն ինչ կերած, արդեն դեմքը նիհարած, բայց ներքևը այսպես գիրացած, այսպես սպասում են երբ է մարտը գալու, մարտին նոր մի քիչ սկսում է այդ ակտիվությունը, այդպես փառք Աստծո։ Բայց դրա մեջ էլ ամեն դեպքում համ ու հոտ կա, ինչ որ առումով։ Ինչ որ առումով հա իհարկե կա, բայց երբ որ ինչ որ բաներ կան, էլի լոգիկայից դուրս բաներ կան, որ այնպես պետք է ուտես ու խմես, որ մոռանաս հաջորդ օրը քնես, հետո մի հատ էլ խմես, որ ամսի 4-ին քնես, հետո դե այդ կատաստրոֆիկ երևույթ է, կարծում եմ, պետք է դա շտապ վերանայել 2026-ին։ Իսկ մինչև կես գիշեր քննելու փորձեր երբևէ եղել են, թե դա կարմիր գիծ է, չեն եղել, ստացվել է այնպես, որ քնել եմ, հանդիպել եմ ընկերներիս, մի 2 տարի այդպես եղավ, որ ինչ որ ավանդույթ ունենք, որ մինչև նոր տարի այդպես հանդիպում ենք ու ուզում էիր այդ հանդիպումից հետո քնեիր, որովհետև այդպես սկսում ենք նշել ու այդպես մի 2 անգամ, բայց ժամը 12-ին ես պատրաստ սպասում էի։ Շատ լավ։ Այս օրերին հատկապես մարդկանց մեջ կապը շատ ավելի ակտիվ է, եթե նույնիսկ տետատետ չենք հանդիպում իրար, լավ մաղթանքներ, շնորհավորանքներ իրար ուղում ենք SMS-ների միջոցով ու վստահաբար լայն ու մեծ շրջապատ կունենաք, հարգելի Մկրտիչ Արզումանյան, անհատապես յուրովի SMS-ներ ուղարկում եք ամեն մեկին, որ ձեզ շնորհավորում են, թե ամեն դեպքում կա մի այսպես ընդունված տեքստ, որ ուղարկում եք բոլորին։ Շնորհավորանքները ինչ ձևաչափում են ձեզ մոտ։ Կան մարդիկ, յուրահատուկ կերպով ես ուզում շնորհավորել, պես շատ մտերիմները եւ նաեւ մյուս այդպես ոնց ասեմ որ չնեղացնեմ ոչ թե որ մտերիմ չեն, բայց էլի շատ կարևոր մարդիկ են, չէ, եւ մտերիմ են, բայց այդքան մտերիմ չեն, որ ինչ որ ազնվորեն ասեմ, որ ես հավաքում եմ տեքստը, հնարավոր է որ նույն շնորհավորանքը լինի, բայց copy paste չեմ անում, որովհետեւ մեկ-մեկ սխալվում ես, չէ, ասենք ինչ որ անունը մնում է, բայց դու շնորհավորում ես, ասենք Գեղամին կամ ու մեջը ինչ որ ուրիշ մարդու անուն է լինում։ Այդպիսի դեպքերն են լինում,
կամ պետք է շատ ուշադիր լինել այդ դեպքերում, կամ պետք է ինպես ազնվորեն հավաքել։ Լավ, անցնենք առաջ։ Իսկ կարելի է Մկրտիչ Արզումանյանին պատկերացրել, օրինակ հունվարի 2-ի գիշերը թաքուն Սառնանի դուռը բացելիս, որ ոչ ոք անկարծ չլսի։ Մեր Սառնանի դուռը միշտ բաց է բոլորի համար։ Լավ, մենք իհարկե բոլորս ձեզ ճանաչել ենք եւ դեռ շատ երկար կճանաչենք որպես կատակերգակ դերասան, բայց շատ սահուն կերպով հանդիսատեսին ու հեռուստադիտողին նաեւ ներկայացել եք դրամատիկ դերերով, հետաքրքիր էր մի քիչ խոսենք այդ անցումի մասին, ինչ զգացողություններ ունեցաք, ինչ խնդիրներ հաղթարեցինք այդ եկավ մի պահ, որ այդ ամենը ինձ հոգնեցեց ինչ առումով, որ ես շատ էի ուզում, շատ էի ցանկանում, որ նաև ես գալով այդ ամենը իմ ներսում ավելի շատ դա, քան կատակերգական այդ գիծը, որը շատ եմ սիրում, շատ էի ուզում փորձել նաև այդ ուղղությունը եւ առաջինը Քաոսը եղավ, Քաոս ֆիլմը հանրայինի կողմից նկարահանված, որտեղ մասնակցեցի շատ բարդ, ծանր դրամատիկ կերպար էր Սմբատը։ Շատ լուրջ այդ ամեն ինչ այդ ներքին այդ իր պայքարները այնքան շատ էին, որ դե առաջինն էր, բնականաբար շատ անհանգիստ էի, բայց կարծես թե ստացվեց այդ կերպարը։ Բայց պետք է ասել նաև, որ 2025 թվականը ձեզ համար բեկումնային եղավ որ իմաստով, որ նաև մեկը մյուսի հետևից հաջողված ներկայացումներ էլ ունեցաք, նոր ռեժիսորների հետ համագործակցելով, որ դա էլ փորձ է ամեն մի ռեժիսորի ձեռագրին տիրապետել յուրաքանչյուր դերասանի համար նոր էջան, նոր ակնկալիք։ Բավականին ծանր տարի էր աշխատանքային առումով, պարզապես ես չգիտեմ ինչպես եմ այդ ամեն ինչը հաղթահարել, որովհետև հոկտեմբեր ամսին ամեն օր ներկայացում ենք խաղում, ամեն օր տարբեր ներկայացումներ, դու պետք է այնքան կենտրոնացած լինեիր ու չհոգնած, որ կարողանայիր լիարժեք, իսկ բարդ ներկայացումները բոլորը բարդ են, այդպես պետք է մտնես, հասկանաս այդ կերպարի մեջ, հասկանաս նյութը, վերհիշես, հանես, տիեզերքից կանչես, բան եւ այլն, մաթեմատիկական բաներ շատ կան, մանավանդ գրավիտացիան, մոնո ներկայացումը, որը խաղալը ֆիզիկապես շատ ծանր է ու ես 2 շաբաթ առաջ այսպես սպասում եմ, թե երբ է այդ օրը գալու, ինչպես եմ խաղալու, այս պահը այնպես մի քիչ թեթևանեմ, որ հաջորդին ուժերս հերիքի մի խոսքով շատ բարդ ներկայացումներ են եւ այդպես որ անցավ այդ մեծ ծանրաբեռնվածությունը, որ սպասում ես ինչ պիտի լինի։ Սպասում եք 2026 թվականին։ 26-ին, դե ասեմ, որ 26-ն էլ շատ ծանրաբեռնված է արդեն ներկայացումների քանակով, նկարահանումներով եւ չգիտեմ, առաջին անգամ եմ այստեղ խոսում դրա մասին, Գարնանը ուզում եմ բեմադրել այդ մեր Անտիգոնե ներկայացումը Մոսկվայի, որը խաղացել ենք Կոնստանտին Ռայկինի բարձրագույն արվեստի դպրոցում, մեր դիպլոմային աշխատանքն է եղել եւ Մոսկվայի հանդիսատեսի կողմից շատ սիրված ու գնահատված ներկայացում է, այնպես որ շատ եմ ուզում, որ մեր հանդիսատեսն էլ տեսնի, ծանոթանա։ Վստահաբար չեք թողնում, որ հեռուստադիտողի ռիթմը սրտի պակասի ձեզ բեմում տեսնելու ցանկությունից։ Մենք հետաքրքիր մի քանի հարց ունենք, բլից հարցեր, Արագ հնչեցնում եք, ակնկալում եք նաև արեք պատասխանը։ Սկսենք։ Գնացինք։ Սիրելի Ամանոր, հյուրեր, աղմուկ, թե տակթեյ եւ ընտանեկան միջավայր։ Հանգիստ, այո, տակթեյ, ընտանեկան միջավայր։ Տոնածառը բնական արհեստական թե ձեռքով պատրաստված։ Չէ, արհեստական։ Արհեստական։ Չէ, բնական չեմ սիրում։ Նվեր տալ, թե նվեր ստանալ։ Ամեն դեպքում։ Դե ստանալը միշտ հաճելի է, իսկ տալուց պետք է մտածես ինչ բան եւ այլն։ Իսկ այն հակառակ դեպքում ինչ էլ բերում են ուրախանում ես, որովհետեւ շատ լավ։ Եթե Ամանորը ցանկություն կատարեր հենց հիմա, ինչ կխնդրեիք նրանից։ Դե ուժ եռանդ ու մեծ պրոյեկտներ կարծում եմ, այդպես ասեմ։ Ուրախ ենք, որ տոնական եթերի շրջանակներում տարին ամփոփում ենք նաև ձեզ հետ, սիրելի Մկրտիչ Արզումանյան, լավ մարդ, բարի մարդ, հետաքրքիր մտածողությամբ, ինչ ասեմ, գալիք դերերը եւ ներկայացումները, ֆիլմերը լինեն անպակաս ու ներկանաք մեզ բոլորիս։ Ձեզ էլ մենն եմ մաղթում, ամենալավն ու բարին առողջ լինեք, ուժեղ ու հաջողակ։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ սա Ամանորի առավոտ լուսոն է, շարունակեք մնալ մեզ հետ միասին։